Բարի երեկո, սիրելի բարեկամներ, Զվարթնոց օդակայանում ենք, եկել ենք Աշոտին դիմավորելու, ժամը արդեն 12-ի մոտերքն է, էլի, իր ժամանակին իջնելու է, ուշացում չկա, ի տարբերություն իմ թռիչքի, որ 50 րոպե ուշացում տվեց, բայց մի քիչ շուտ իջավ 50 րոպեից ժամանակից, ահա, հեսա մոտենանք նայենք, բայց չկա, ուղիղ բանով նայել ենք, իր ժամին հասնելու է։ Հիմա արդեն տեղում արդեն հասել ենք, ուշացում է տալիս 23, քանի րոպե ուշացում տալիս, բայց իրականում իրա ճիշտ ժամն է անց 50 տիշնի, այն ժամանակ տալիս է շուտ է հասնելու։ Для меня, да, но мы когда жили вместе, ну, там... Ես ինչ աղմուկը, ծառ են կտրում, ինչ են կտրում տենաս ծառը, ներքևում էլ չունի, ներքևում ոնց անցում չի։ Աղմուկ ու աղմուկ։ Աշոտին դիմավորեցինք, չստացվեց, որ նկարեմ դուրս գալը, ահագին երկար տևեց, մինչև դուրս եկավ, կարճ ասած ուշ մինչև տուն գնացինք, քնեցինք ուշ եղավ, հիմա այս արդեն հաջորդ օրն եմ նկարում, ուզում ենք գնանք Երևանյան լիճ, տեսնենք ինչքան կարանք գնանք, այս արևին այս շոկին լավ շոկ է, մոռաց հագնոց էլ չվերցրի, գլխարկել դե չեմ բերել, բեկաս ես տեղից գլխարկ արդեմ, բայց տանն էլ լտքան ունեմ, արդեմ ինչ անեմ չգիտեմ է, կարճ ասած, ես մի փոքր տեղն է, որ արևի տակ ենք գնում, թե չեմպես արդեն հովին ենք, ոնց ստվերոտ կողմով ենք, էլի քայլում փողոցի, հիմա գնանք Երևանյան լիճ ենք գնում, բայց այստեղ Երևանցում չկա, նայենք որտեղից կարանք անցնենք, բայց ոնց պիտի անցնենք, դու ճիշտ էիր, փաստորեն անցում չկա, հա, իսկ հետաքրքիր է ներքևում էլ չկա անցում, որտեղ է, եկավ դեշտա, հակին հեռու է, այսա հնանք կարանք անցնենք են կողմ,
Այսօր Սևանի փողոցի վրա ենք, գնում ենք մետրոյի կայարան գտնենք, մետրո գտնենք, երևի թե ճիշտ ենք գնում, լավ շոկ է, փողոցի այս կողմերը մայթ էլ չկա, որ անցնենք, գիտեք, տրանսպորտը մեքենաների փողոցով անցնում ենք։ Այստեղ քանի հատ նորակառույց շենք կա, նայեք, սարքում ու սարքում են։ Կարող է հեռույաշոտ։ Կարող է հեռույաշոտ մետրոն։ 250 մետր։ Գնանք։ Հա, այս ժամանակ չեն գալիս տեղից տրանսպորտով գյուղ բան գնում, աշոտ։ Esas gidelim nasıl hiç Yaşlar güverin. Լա ավտոբուսի վիճակը նայի, լնայի ավտոբուսի վիճակը։ Հա, բայց ես բավանա, չէ, չագործում են։ Հա, գալիս են, ես հիշում եմ երկու անգամ, որ ուսանող էի գալիս է ստեից ավտոբուսով գյուղ էի գնում։ Մետրոն որ կողմա բա։ Հենա, մետրոն դեպ դյաս։ Այն դեից պիտի գնանք։ Հիշեցի այն օրերը, որ այսից գալիս էինք ավտոբուսով գյուղ գնայինք, այս ամառվա շոքին տեղ չէր լինում նստելու, հիմա անցա ավտոբուսի մեջ ոտի վրա կանգնած կային, որ տեն ժամերով պետք է գնան։ Հեսա գնանք նայենք։ Բայց ես ուզում եմ տանք ինքերներ։ Նկարեցին ես ավսի Դավիթին։ Արի գնանք։ Այս ներքևը հովա մեկը։ Սասունցի Դավիթ կայարան։ Այս անցուկների տակ միշտ բան են դնում, շուկա բանա, բաճարում են, գնացինք։ Լեն սիրուն շունի կա, թատիկները հավաքել կնելա։ Անտեր շունը, խրշկինդ։ Հարսացանք, հիմա ձեզ ցույց կտամ Սասունցի Դավիթի արձանը, ժողովուրդ ջուրը նայեք, քրաշք։ Բայց ասեմ ցայտախյուրների ջրերի միշտ տարբերություն կա, այստեղը ջուրը տաք աշոտ։ Դե որ խմում ենք երրորդ մաս ավելի սառնա, դե ջուրը երևի ավելի սառնա։ Այս չէ, նույնը չի, այստեղը ջուրը համով չի, երրորդ մասի ջուրը համով է։ Ահա։ Սասունցի Դավիթի արձանը, այս էլ մետրոն։ Ահա։ Իմ ուր ենք գնում աշոտ։ Շտանք Սավսի Դավիթին նա դենձևի չես։ Արի գնանք են կողմով, հա։ Դե դեմեք այն կնգարես։ Բա, չես ուզում։ Քնացեր, նայեք։ Քնացեր աչքի տակը ուռած, բայց հայ չէր աշոտ։ Չէ, հայ չէր։ Խմած քնացեր երևի։ Դու այդ բանը որ դիստի առներ քեզ։ Որը։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Եկա սովետին գտա վերջին օրից։ Առանցին մնալ, առանց սովետ հնարավոր չի։ Առանցից կյանք ունես աշոտ։ Դժվար է, չէ, ո՞նց կլինի։ Դու հետև ունես, դու ունես։ Չգիտեմ։ 10 օր ունեի։ Հետև ունես ասա։ Դե սովորել ենք, կապվել ենք իրար, չէ, առանց իրար չենք դիմանում ժողովուրդ ջան։ Նորմալ։ Առանց շոկի դիմանանք, բայց առանց իրար չենք դիմանում։ Ահա, շուտ բայց գնում ենք ընդեր, հագնանք մի հատ այնքան ուժեղ արև է, գլուխս ցավում է։ կարևոր տեղ լի մեր Սավսի Դավիթի հրապարակը։ Սավսի Դավիթին մի հատ նկարենք, հավերժացնենք քու կադրերում։ Որ հետո նայենք, թոշակի գնանք նայենք, էլի։ Հա, երկար էլ պահեց կանաչը։ Արևա շոկ է, բայց մի հատ գնանք։ Ես կոմբը շատ սիրուն է, նկարեմ ձեզ էլ ցույց տամ։ Սասունցի Դավիթի արձանը, մեր էպոսի հերոսի արձանը։
այստեղ։ Այս բույսերն ու խոտերն ու ծաղիկները ոնց են դիմանում ես շոքին։ Բայց ով է քանդակագործը, ես չգիտեմ։ Ով է քանդակագործը Ժողովուրդ ջան, ով գիտի, էսե կարող է գրած է։ Իրոք էլ նայեմ։ Քանդակագործը գործում է, Հա։ Երևան քոչար ճիշտ ասես։ Լավ էլ հիշում էիր։ Ճարտարապետ Մազմանյան, քանդակագործ Երվանդ Քոչար։ 59 թվին, հա, շուտ քո տարիքի է։ Այս արցանը։ Արցանը, հա։ Այս արցանը քանդակել են ու ես ծնվել եմ։ Ու դու ծնվել ես։ Գնացինք աշուտ շոկը։ Ես ծնվել եմ նոր եմ բրձել։ Հա։ Էլ չեմ դիմանում ես շոկին, գնացինք։ Եկել է գնաց։ Այ լավ լողանալ տեղ երեխեքին է։ Ջուրել մակուր։ Այդ ուրա թե ջուր, այդ մի քիչ ջուրը։ Փոքր երեխեքի մեջ կան որ 4-5 տարեկան։ Երևան կայարան։ Անունը կայարանա, բայց մետրոյի կայարան արդեն կարող։ Այս սիրուն շենքա, չէ՞։ Շատ սիրուն շենքա։ Բա ինչ։ Ստանցիա Երևան։ Հա օրինակ ռուսերեն գրածը գոնե հանեն, թողնեն, մենակ հայեր են։ Իգեր անգլեր են դեր դնել։ Տուրիստների համար։ Կանեն կամաց։ Երբ մտքերով հլը չի անցել էլի, չէ։ Անցել է, բայց ռիսկ չեն լանում։ Հա, ռիսկ չեն անում։ Այս երկաթգիծը ռուսական սեփականություն է։ Հա։ Ռուսներն են արել։ Սերժը ծա։ Մետրոյի համար քարտերով վճարում ենք, բանկային քարտերով վճարում անցնում ենք։ Հեշտ է սենց։ Մի ժամանակ ժետոն էինք առնում, չէ։ Հա, բայց մարդկա քարտ չունի, եկա խնդրեմ եղնում։ Բայց ո՞նց է մարդը քարտ չունի։ Հանգային։ Կարող է դրան էլ ելք կա, չգիտեմ։ Մենք ուր ենք գնում, մի րոպե նայեք։ Սորավար Անդրանիկ Հանրապետության հրապարակ երիտասարդական Մարշալ Բաղրամյան բարեկամություն։ Բարեկամությունն էլ Կերյանինն է։ Հա։ Հա, 1:10 ժամը, գնանք առաջ։ Դու եկանք Ժողովուրդյան, նենց շոկ էր։ Այս ցերեկվա ժամերին դուրս գալը հանցագործությունն է։ Մի հատ ապարանի թան աշոտը վերցրեց, փորձեմ լնայեմ լավն ալեց գլխացավ ունեմ, չգիտեմ շոկից է երևի։ Ասեցի նայեմ ապարանի թան գազավորված լնայեմ, նենց է ցույց եմ տալիս ոնց որ գովազդան եմ։ Այս ինչ աղի է, աշոտ աղի չի թանը։ Աղի է, աշոտ աղի է, չի։ Քո համար լավ էր։ Չի, իմ համար աղի է։ Մի հատ համը փոխը մեզ շատ աղի էր դուրս չեկա։ Ասեցինք գնանք Երևանյան լիճ, փողոցը չկա, այսինքն նախապես պետք է փողոցը անցնեինք, չանցա, ու երկար փողոցեր են, մեքենաներ անցնում, դառնում էին ու ուժեղ արև, չգիտեմ ինչքան պետք է քայլենք, որ Սվետաֆոր հանդիպեր փողոցը անցնեինք, ասեցինք լավա տաքսի պատվիրենք մեքենավ, տաքսով գնանք Եռաբլուր, գնացինք դաժան էր, ահա որ էր ժողովուրդ ջան, ահա որ էր, այդ մեր ժողովրդի ցավն է Եռաբլուրը։ Ինչևէ, գնացինք Եռաբլուր ու տուն եկանք, էլ ոչ մի տեղ չգնացինք։ Այդպես ժողովուրդ ջան, ուրեմն գնացինք, տուն եկանք, մի քիչ հանգստացանք, գնացի ատամնաբուժումով։ Նախապես հարցրել է, ինչքան կտևի, ասել էր մի ժամ։ Ասել ժամը 6-ին է հանդիպումը։ 6-ին գնացինք, 6:40 նոր գործը սկսել են, ասես մի ժամ կտևի, բայց դե գործ է, նենց է որ իրանք էլ կարող նախապես չիմանան երկար տևից, համարյա 10-ներին, ասկես 10 նոր վերջացրել ենք, մինչև տուն ենք հասել 10-10 կեսեր երևի։ Այդպես հոգնած քնել ենք, այսօր էլ ասեցինք գնանք, մի քիչ ման գանք, արդեն տեսակ, գնացինք Սասունցի Դավիթ կայարան, գնացինք, այսինքն ոչ թե գնացինք այնտեղ ման գալու, այս մարդու պետք է հանդիպեցինք, հետո ասեցինք մտնենք մետրով
հետ գանք։ Եկանք իջանք Գարեգին նշտե կայարան, այնտեղից էլ ինչ շոկ էր նորից ժողովուրդը ժամի շատ շոկա։ Երկու բաներ պետք առևտրի, մտանք խանութ, խանութ առևտուրը լարեցինք եկան, այստեղ իրանք ձվերը նենց առանձնել են ունենում, հետո առանձին կտրում են, այս ամաններով դնում են, կար 20 հատ, 22-4, կար 2 շարքով, 10 հատ էլի, 10 հատ կամ 15 հատ, կայլի ամբողջությամբ վերցնել, ես սենց եմ վերցրել, դե պատրաստի դրասներից վերցրել եմ, այդ կիսել են ու բանով ծածկել են ցելոֆանով, որ հարմար լինի, հաց վերցրել իհար, այս հյուսած հացերից է, բայց նենց չուրա թվում, չգիտեմ, թե կարող է թաղմա պետքա փափի, սիրուն հաց է, ես շատ եմ սիրում չոր հաց, բայց չեմ կարում մարել եմ ուտեմ։ Ատամներից վրա էլի գործանում, հարցրել եք, չապ ու ձևից կաններ, օրներ, չապ էր անում, ահագին երկար կեղեց ու ահագին տհաճ էր այս պրոցեսը, չապ անելու պրոցեսը։ Ինքան լավ լավաշ է այդ խանութ, որ վերջնում, այս կիլոյով է, կիլո կար գրացի, սպասի տեսնեմ, չգիտեմ ինչ արժի կիլոն է, այսքանը արժի 570 դրամ, ես ոնցան վերցրի 5 հատ լավաշ, ինքան լավ հագուկ լավաշ է, այստեղ մի հատ կա բացած հանել եմ, աշոտը հաց կերավ, լե չեմ էլ կիսել, սենց կարմրա թուշեք, սիրուն լավաշը, ես էլ նրա հետ սակը կիսեմ, այդ պասեր վերցրի, այս բիո կաթովա, ու մածուն, ամեն անգամ մի մածուն վերցնում եմ, ու տենց էլ չգիտեմ որն ամենալավը, այս անուշավուշ կանաչի եմ վերցրել, Ռեհանի անուշ հոդը, չնայած ես Ռեհանի երկրպագու չէ, բայց լավն հոդը անուշը շատ սիրուն կանաչի է, չէ, շատ սիրուն է, ահա, այս վերցրին, այսպես անձերուցիկ բան է, այնտեղ դուշում կա բան, այդպես ժողովուրդ ջան, այսօր էլի դուրս ենք գալու, հյուր ենք գնալու Աշոտի հետ, բան վերցրինք շոկոլադով, երկաբան վերցրինք, որ գնանք, հիմա Աշոտը հաց կերավ, ես ուտել չեմ ուզում, ոչ ես սուրճ եմ ուզում, ուզում եմ մի քիչ ուղղակի հանգստանամ, երևի թե հիմա այս փոքրիկ բլոգ կդնեմ սենց, պարկեմ մի քիչ հանգստանամ, մշակեմ բլոգը, մոնտաժեմ վլոգը դնեմ դուք նայեք, խանութը հավաքեմ, առևտուրը տեղավորեմ, մի քիչ հանգստանամ, որ մի երևի 2 ժամից դուրս ենք գալու, հյուր ենք գնալու, այս անուշաբույր մեր հայկական մրգերն էլ այնքան լավ սեզոնի ենք եկել, մտածված չէր ու այնքան լավ սեզոնը, հլը ծիրանը նայեք, բույրը նենց անուշ հոտ ունի, գիլասն էլ շատ լավն է, ընտիր, գիլազը, այս տեսակ գիլազը, այս որակի գիլազը, մոտավորապես ինչքան է, 2 եվրո ժողովուրդ, 2 եվրո ընդամենը, ծիրանն էլ ինչքան էր, 800 թե 900 դրամ արժեր, արդեն հասնում է, այդ ու մոտից որ առա, ծիրանը, ահագին ուներ տեսականի, բան ասում եմ արդեն հասնում է, չէ ծիրանը ասում է, հա, 2 հոգի էին այդ պահին մնացել վաճառող, այդ կիններ կողքի սեղանիկներն էլ մի հատ ոնց որ մամա ու տղա էին, այդ կնոջից որոշ բաներ առա, ասեցի լրիվ իրա մոտից չառնեմ, իրանց կողքի սեղանիկից էլ առնեմ, որ մի քիչ նրանց լավություն անեմ, մի քիչ նրանց օգնեմ, վերջ է, այս առաջիկինը շատ շնորհակալություն հայտնեց, հետո գնացի են մյուսի մոտ, այս ժանա ժողովուրդ, առնում ենք, ասեք այդ միրգ ու բանջարերին է, այս ժանա, իրոք, այդպես ժողովուրդ ջան, հիմա ուրեմն, այստեղ դասավորեմ, մի քիչ հանգստանամ ու կսպասեմ ձեր մեկնաբանություններին, լավ մնացեք, լսել եմ, այսօր առավոտ լսում էի, որ մեր կողմերը այնտեղ Եվրոպայում, Բելգիայում չէի տալիս, բայց դե այնտեղ էլ աշոտ ասել շոկ էր, որ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում շատ շոկ էր, ոնց եք պաշտպանվում, ինչ եք անում, ես որ, այստեղ երևի ավելի լավ այստեղ շոկը, քան այն կողմի խոնավ շոկերը, այդպես ժողովուրդ ջան, այդպես մի փոքրիկ վլոգ դնեմ ուղղակի, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։